Որն է նստելու։ Որն է ասա տղեկ ասեք նստեմ իմ բատով, հարց չկա։ Քանթում եմ այդով իշվեք, եկի փոխ։ Այդ ձեզ Հետ կապեք ոստի կանել, հետ անեք իրակ ու իշվեք։ Ամբողջ մեր համայնությունը և պատասխանատվությունը Արեք, հետ կապեք։ Այս ամեն Հետ հավաքեք։ Շորտ ներքև առանց կայնել։ Մի րոպե սա։ Արմանին էլ է տան։ Կային ուրա հարցը։ Ոստիկաններ ճանապարհից դուրս եկեք։ Հարուկ մասից բոլոր դուրս եկեք։ Պոստա
Պոստանջան, խնդրում եմ բոլորը դիշնեք, Վիկի Պոստանջան, իմ մեծ սեր, խնդրում եմ դիշնեք ներքև։ Ճիշտ ենք էլ անասան։ Մամա։ Եթե քեզ ասում եմ իրավունք ունես ոստիկանական մեքենայից ուղղել բացը, իրավունք ունես ոստիկանական մեքենայից ուղղել։ Ու գնա օրենքը սովորի։ Ինքը սովորի նոր ուրիշին ասա։ Ասեմ ուրիշին Դուրս եկեք ճանապարհից ոստիկաներ։ Ծրագրողներ ճանապարհից դուրս եկեք։ Վայ։ Դուք գիտեք եմ վերաբերում։ Ներեք։ Հենց մերոնցից էլի մարդ կա միլիցեքի մեջ։ Կայնոս, Հայկո կայնոս։ Տիկո։ Որ այս հատվածում չի կարելի անցկացնել ունեցածներ ենք նախապես եւ մեր հայտարարությունները Ձեր պատասխանը այո, հիմա հայտարարություն կլինի, պարտադիր հայտարարությունը կլինի։ Եվ բոլորը կիմանաք, փողոցում հարց չեն որոշում։ Մեր հայտարարությունը կլինի, ինչի համար են տարվել եւ ինչ արվել։ Ոնց որ եղավ Եղիանցով, ոնց որ եղավ մյուսով, այսօր կլինի իրանցով։ Ինչ հակաօրինական քայլ արեցին։ Հայտարարությունը երբ որ ոստիկանության լինի, կիմանաք։ Ես չեմ պատրաստվում հիմա ձեզ։ Հիմա ձեզ բացատրություն չեմ կարող տալ։ Ես հիմա ծառայության մեջ եմ, կատարում եմ ծառայություն։ Ծառայությունը ո՞րն է։ Հետևել ինչպես են Օրինական է ոստիկանության գործողությունները եւ մենք բացատրությունը կտանք իրավական դաշտում։ Եթե որևէ բողոք ունենաք, կարող եք բողոքարկել։ Բարձրաստիճան ոստիկան կարող եք ասել օրինական է արարքը։ Միանշանակ օրինական է բոլոր տեսակ գործողությունները։ Եթե սադրանքի են տանում մարդիկ եւ դուք էլ կանգնած եք, որ ոգեվորեք իրաց սադրանքները, չի լինելու նման բան։ Եղա։ Մենք դրա պատասխանը կտանք։ Այս բանը Այսօր ոչ, հենց այսօր հայտարարությունը կլինի։ Մենք պատասխանը եղել էր 3 ոստիկանության հայտարարությունը, որտեղ նշված էր, որ կարգը խախտելու դեպքում ինչ է լինելու։ Արդեն տրված էր, կարող եք վերցնել եւ նայել։ Եղավ։ Եվ երբ որ այն մարդիկ, որոնք հրահարում են նման սադրանքների, ինչ է իրենց հետ լինելու, մենք երեք մեր հայտարարության մեջ արել ենք ոստիկանության։ Բանազարյան ժամը 6-ին միտինգը շարունակվել է, այսինքն այս Թող շարունակվեն ոստիկանական հանգիստ։ գնալու եք այնտեղ մեկ գործողություններ Որտեղ բացարձակ։ Դա օրինական թույլատրված է եւ մենք միանշանակ ընդհակառակը պահպանելու ենք, որպեսզի լինի նոր։ Այսօր վերցված է ժամը առավոտյան 10-ից մինչև երեկոյան 10-ը եւ մենք պարտավոր ենք ընդեղել ապահովելու հասարակական կարգ։ Նորմալ անցկացվող միտինգ է։ Ձեր գալը ինչու ոստիկանները այդ օրինական շագերտների մեջ քայլը չէին անում։ Ձեր գալուց հետո միայն գործի անցան։ Ինչի՞ համար։ Ինչու այդպես եղավ։ Ոչ, որտեղ զբաղված էին Պրոշյան փողոցի վրա, այնտեղ մեծ ցույցեր ընթանում եւ երբ որ մենք այնտեղ բացատրեցինք ի տարբերություն ստեղի ժողովրդի երիտասարդների, այնտեղ այդ 1000 հոգանոց 1200 մասան շատ լավ հասկացավ, շնորհակալություն էլ հայտնեցին, որ բացատրեցինք, բերեցինք, հանգիստ ճանապարհ դրեցինք, բացատրեցինք, որ փակ այստեղ միջոցառումը չի կարելի, որ 2 օր առաջ էլ էինք մենք արդեն, այս կազմակերպիչները այսօրվա միտինգը։ Դա ժառանգությունն է եւ իրանց կողմից ղեկավարը նշանակված Արմեն Մարտիրոսյանը։
եւ ըստ կարգի մեր կողմից եկա պատասխանատու, որ մենք բանակցում ենք իրար հետ եւ իրանց բացատրել ենք մենք, որ դուք բոլոր տեղերում կարող եք երթ անել Երևան քաղաքում։ Միայն այս հատվածում մինչև ժամը 9 երեկոյան ստեղ կա միջոցառումներ, խնդրում ենք պահպանել դա, չանել։ Իրենք համաձայնվեցին, խոսացինք իրար հետ, բացատրեցինք, ասին մենք չենք կարող Բաղրամ, կանցի վաղ եկեք գնացեք Բաղրամյան։ 24-ին ապրիլի 24-ին բարձրանալու են ժողովուրդը ստեղով գնում, մենք արգելելու ենք որևէ մեկին։ Կամ որ Ռաֆի Հովհաննիսյանը եկավ ստեղ հանդիպան նախագահի։ Մենք որևէ մեկին արգելեցինք գալ ստեղ։ Բայց մեր խնդրանքն էր, որպեսզի այս նման բաներ չլինեն։ Մենք իրանց հետ պայմանավորվեցինք, որպեսզի որպես ղեկավար իրանք կարողանան ղեկավարել մասսաներին եւ խնդրել, որ այսօր սանդրանք չլինի։ Պայմանավորվել եք, որ այսօր այստեղ իրենք չպետք է որևէ տեսակի միջոցառում անեն։ Քաղաքապետարանը օրինական հաստատել էր իրենց երթուղի, որով իրենք պետք է Պարոն Ներսյան, բայց դուք Պարոն Նազարյան, ասեք, ոչ։ Դուք երևի տեսաք, որ երիտասարդները չէին ենթարկվում Զավրի Փոստանջյանի կոչին, այսինքն դա ինքնաբուխ էր, այսինքն այդ դեպքում չէ դուք մեղադրում ինքնաբուխի անդամները, որոնք խախտում են կարգը, մենք կարող ենք Իսկ գուցե իրանց ուրախությունն էին արտահայտում։ Գուցե իրանց ուրախությունն էին այդ կերպ արտահայտում այսօրվա։ Երկու բառն էին։ Ժորժ ջան, եկեք հասկանանք իրար։ Եկեք, չտանենք ոչ մի տեսակ